Նայիր, պապիկ ջան, քեզ ով հյուր եկել։ Իննովա։ Լեոնարդոն է, պապիկ։ Ես Տիտանիկի պասաժիրների հետ չեմ շփվում։ Փաստորեն դեռ նեղացած է։ Վայ, այն կարգի նեղացած է, որ այսօր առաջի անգամ կյանքում իր անկողն ու կողմն է հավաքել։ Լողանալուց է նույնիսկ ոստիկանի երգը չերգեց։ Փաստորեն լուրջ է։ Սիրելի սրտիկներ, մենք սկսում ենք մեր նոր reality show-ն, որը կոչվում է Keeping Up with the Տաթևյans։ Օր առաջին Արամն իմացել է, որ իր միակ տղա Թորնիկը չի կրում իր միակ տղա հոր անունը։ Ինչպես կզարգանան իրադարձությունները, հետևեք իմեջին, որպեսզի բաց չթողնեք Լիլիթի եւ Ալեքսի վտարումն ընտանիքից։ Հարփին, ինչ ես անում։ Օգտագործում եմ ընտանեկան դրամաները հետևորդներից հետ բերելու նպատակով։ Մենք տեսնում ենք մտամոլոր Արամին, տեսնենք ինչ է պատել իրականում։ Մի նկարեք։ Չի թույլատրվում։ Նարը ինչ ես անում, մեր պապան է։ Այս պայից սկսած ինքը իմ պաշտպանության տակ գտնվող օբյեկտ է։ ԶԼՄ-ներին կխնդրեմ լքել տարածքը։ Դուք իրավունք չունեք սահմանափակեք իմ խոսքի ազատությունը։ Ես կդիմեմ մարդու իրավունքների կիսապաշտպանին։ Տիկին ջան, խնդրում ձեզ կարգի հրավիրեք եւ մնացեք ողջամտության սահմաններում։ Ողջամտություն։ Ինչ ողջամտություն։ Ողջամտությունը լքեց այս ընտանիքը այն պահից, երբ որ այս երեխու անունը Լեոնարդո դրեցիք։ Ուշադրություն, արծիվը լքեց իր բույնը։ Կրկնում եմ, արծիվը լքեց բույնը։ Բոլոլայա լինելու ու ահավոր կինո։ Երկուն ես դու երեք աղջիկ, բայց երազել ես միշտ տղա, նույնիսկ զոքանչն քո աղջիկ, հաստատ կլինի բոլոլայա լինելու ու ահավոր կինո։ Դեբոլա, վայ այ քեզ բոլոլա, հորներներին հալալա, վայ այ քեզ բոլոլա, դեբոլա, վայ այ քեզ բոլոլա, Արամ պապին հալալա, վայ այ քեզ բոլոլա, դեբոլա, վայ այ քեզ բոլոլա, հորներներին հալալա, վայ այ քեզ բոլոլա, դեբոլա, վայ այ քեզ բոլոլա, Արամ պապին հալալա, վայ այ քեզ բոլոլա, լինելու ահավոր կինո։ Կարեն, ես զարմանում եմ, ոնց ես կարողանում հանգիստ նստես ու պաղպաղակ ուտես։ Կանգնած հարմար չի, Ալեքս ջան։ Հետո ինչ ունեմ անհանգիստ լինելու։ Հեսա Սիրին կասեն, որ պարոն գնդապետը տարածքը վաճառում է, վիդեոները կջնջի։ Լավ, ասենք ես իմ ընտանիքը փրկեցի, դու էլ քո կաշին։ Բայց մի տեսակ խիղճը չի տանջում։ Ինչի համար։ Դե որ Արամ ձեձան ամեն դեպքում որոշես տարածքը վաճառի։ Թող քո խիղճը տանջի։ Դու ես այդ երեխու անունը դրել Լյուի դե Ֆյունես։ Այդ մարդը իմացել է, նեղված այդ որոշումը կայացրել է։ Կարեն, Լյուի դե Ֆյունես չի, տղուս անունը Լեոնարդո է։ Ինչ կապ ունի, մեկը բոլորն է վաչո են ասում, էլի։ Տղաներ զանգել եք, ինչ որ բան ունեք ինձ ասելու, թե ուղղակի կարոտել եք։ Չէ, Սիրի ջան, չենք կարոտել ընդհանրապես։ Ուղղակի ուզում էինք տեղեկացնենք, որ Արամ ձեձան որոշել է տարածքը վաճառի։ Փաստորեն երազանքներն իրականանում են։ Հա, եթե երազանքի կոկորտից երկու մատոսս բռնում ես ու գլխով պատերին ես տալի, ուրեմն հա։ Դու քո ուզածին հասար։ Հեռախոսը տուր, հենց հիմա այդ վիդեոները պիտի ջնջեմ։ Սա դեռ իմ ուզածը չի։ Իմ ուզածը կլինի այն ժամանակ, երբ որ ես իմ ոտքս ոտքից գցած սալոնից դիմաց սուրճ կխմեմ։ Աշխատողներս էլ իմ համար փող կտպեն։ Հապես տենց արդար չի։ Արդար չի։ Կարող է գիտես Բակեսիչ էլ անուն գոռոցի ես խաղում։ Ասեցի կջնջեմ այն ժամանակ, երբ տարածքը իմը լինի։ Հասկացաք։ Հայ դեպ, դուք այնքան հիմար եք, որ ես ամբողջ ընթացքում կարեք խոսակցությունը ձայնագրեք ու ինձ շանտաժ անեք։ Ռոզ, բա իմացա, որ Արամը ես խանութն ու սրճարանը հանելա վաճառքի։ Սաքո, քիչ առաջ ես քեզ դրա մասին ասեցի։ Տենում ես էլի, Սիրին վերջի իր ուզածին հասավ։
Զանգի մատ ասա, մեր փողերը բեր, վերջը մենք քեզ օգնեցինք, չէ։ Այդքա դու ինձ մի աչքով ես նայում։ Ոչ։ Դու իմ մի աչքի մեջ ամբողջությամբ չես երևում։ Սակո, ես հենց իմացա, որ Արամը սրճարանը վաճառում է, անմիջապես զանգեցի Սիրիին։ Ու ինչ ասաց։ Ինչ պետք է ասած, ես էս գործը մենակ եմ արել, ձեզ ոչ մի բան չեմ տալու։ Լավ է, էլի։ Արա դե ինչ անարդարակյամ։ Ռոզ, ինձ թվում է, որ մենք քիչ-քիչ կորցնում ենք այդ օտից փող կպցնելու մեր սուպեր ուժը։ Աչքից չենք էլ կորցրել, Ռոզ։ Ռոզ փողտա։ Նայել Ռոզ դերից փողտա։ Սակո այդ իմ փողն է։ Լավ է, էլի Ռոզ ջան։ Այդ կրուգեցները պատրաստեցի, որ ուտեմ, ստիպեցի, որ խանութը ավլեմ։ Դու ավլեի, դու էլ գտնեիր։ Այ տղա, նկատի ունեմ, որ ես էի պահել սառնարանի տակ ու մոռացել էի։ Ռոզ, մենք ախր փողին կակա ենք ասում, ո՞ց ես պատկերացնում, որ մենք ինչ-որ միտեղ փող ենք պահել ու չենք գտնում։ Յա, ուզում ես ասես քո բոլոր պահած փողերի տեղը հիշում ես, հա։ Աղջի, ճիշտ ես ասում։ Էսի 2 տարի առաջ էի պահել, Ռոզ։ Ոյ, Սակո, եղք։ Ռոզ, տենց մի ասա, деньги не пахнут։ Սակո, գիտես նոր ինչ մտածեցի։ Հաստատ էլի ինչ-որ միտեղ փող ունենք պահած ու չենք հիշում։ Նարեկ, գնա օրագիրդ բեր ստուգեմ, բալես։ Սիրի, եթե ասես օրագիր բառը ոնց է ճիշտ գրվում կբերեմ։ Սիրի, ասա գրիչով, հաստատ չես սխալվի։ Նարեկ, ես անձրև ա գալիս։ Հա։ Տղա ջան, բայ այս անձրևին խես ֆուտբոլ խաղում, կմրսես կհիվանդանաս, հլը սպասի։ Պապ, ոստիկանության գնդապետ մարդ ես, կիմանաս, ինչի հիմարներին բան չեն նստացնում։ Տղես, բանտերում այդքան տեղ չի լինի։ Տղա ջան, այս խմի, որ իմունիտետդ բարձրանա։ Լավա Mortal Kombat չէի խաղում, թե չէ ուզենալու իր վերքերս մշակեի։ Շունիկս, ջայլամիկս։ Սիրի, առանց նախաբանի ինչքան է պետք։ Արյուցիկս, զեբրաս։ Պաստորեն շատ է պետք, հա։ Էդ ինչ ես ուզում առնես։ Կյանքս դե իմացա, որ Արամը խանութը ու սրճարանի տարածքը վաճառում է։ Սիրի, ես քեզ 1000 անգամ ասեցի։ Ես գործող գնդապետ մարդ եմ, ես չեմ կարա բիզնես ունենամ։ Կյանքս դու չես ունենա, ես կունենամ։ Իմ անունով կգրես, ինչ ա եղել։ Ես իմ է, Սիրի։ Մի տեսակ սրտով ես չի, որ այդ Արամի տարածքը վերցնենք։ Մուկիկս, բայց ինքը իր կամքով է, չէ, վաճառում, իրան ոչ մեկ չի ստիպել։ Խնդրում եմ, ես ուզում եմ իմ սեփական սալոնը ունենամ, որ բոլոր ընկերուներս իմանան ու ցխկվեն։ Համել քեզանից էլ ոչ մի բան չեմ խնդրի, մինչև 300,000 դրամի սահմանն անցնող։ Լավ, Արամի հետ կխոսամ ես։ Օպրես Յուրիկս, համեկը գաս իմ սալոն, կանտովկետ զեղչով կդզենք։ Զեղչով, փոխանակասի ձրի զեղչով։ Մամ, իհարկե շատ վատ միտք է Կարենին զանգել ու ասել ոստիկանական նվագախումբը բեր ու երգեք մեր տան մեջ առաջինը Արամներ երգը։ Բա ինչ անենք բալես, որ պապայի սիրտը շահենք։ Ես այդ մարդուն կյանքում մի անգամ եմ տեսել նեղված։ Էն էլ որ իմացավ Գոռ Վարդանյանը իսկական ոստիկան չի։ Չգիտեմ, օրինակ արի տոր թխենք վրան էլ գրենք կներես պապ։ Չէ Լիլիթ, շատ վատ միտք է։ Չես նկատել մեր տան մեջ հենց տորթա լինում հայտնվում է ինչ-որ մեկի դեմքին։ Լավ, բա ինչ անենք, որ պապան մեզ ների։ Չգիտեմ, պետք է մտածել։ Սիրելի սրտիկներ, իմ հեռախոսը շատ արագ լիցքավորվեց եւ մենք շարունակում ենք նկարել մեր ռեալիթի շոուն։ Այս պահին մեր խոհանոցը դարձել է իսկական ռազմավարական շտաբ, որտեղ Լիլիթը եւ Ալան փորձում են մշակել Արամի սիրտը գրավելու օպերացիան։ Կստացվի նրանց մոտ քավել իրենց մեղքերը, թե նրանք հավերժ կմնան Արամի սև ցուցակում։ Արդյոք պապիկը կընդունի իր անվանափոխ եղած թորնիկին, թե Վաչո անունը հավերժ կմնա չզբաղեցված Տաթևյանների ընտանիքում։ Այս եւ այլ մանրամասների համար հետևեք իմեջին։ Արփի ինչ ես անում։ Դու չգիտես, որ չի կարելի ընտանեկան խնդիրները հանրայնացնել։ Լավ, Լիլի ջան, բանի տեղ մի դիր, մեկը 14 հետևորդ ունի։ Ո՞ր են քո 100,000-ավոր հետևորդները։ Ինչի չեն եկել նոր էջ։ Արփի նման այնքան բլոգերներ կան հիմա ինտերնետում, որ Արփին էջն էլ ջնջի հետևորդները չեն նկատի։
Ոչինչ, դուք ծիծաղացեք, լայք հավաքում են, ու վերջինն է հավաքում։ Հավաքի։ Լավ, մամ, հիմա պետքա մտածենք ինչ անենք, պապան ինչ ա շատ սիրում։ Խաշ։ Այս քանի օրն էլ ասում էր ձմեռ անցավ խաշ չկերանք։ Դե արի խաշ սարքենք։ Արի, լավաշներով սեն սիրուն սրտիկներ կանենք, ծիծակ պողկով էլ կգրենք, Արամ, մենք քեզ սիրում ենք, կներես մեզ։ Հա, արի ալի։ Բարև ձեզ, Արամը տանն է։ Տանն է, բայց տեղում չի։ Սյան իրա սենյակում ա։ Կարես բարձրանաս, բայց ոչ մեկ է չի խոսում։ Աղա ջան, մայիսի մոտ ոչ միայն խոսում են, այլ նաև երգում են, պարում են։ Մի րոպե, բայց դատարկ ձեռքով մի գնա։ Բոլոլա, լինելու ավամոլ կինո։ Հա, Սաքո։ Աղջի, պես սպասելի, ես հիշում եմ, որ ես հավերից մեկի մեջ փող ունի, Պահած։ Իսա։ Ոյ, Սաքո։ Էլ Պահած տեղ չունես։ Ունեմ։ Սև հացի մեջ սև օրվա համար փող էի պահել։ Ռոզես, ոնց փող դեր հացի մեջ։ Էդ ինչ այն 2000-ը Բադրջանի մեջից եմ անել։ Ակո հոգի խորն ա, Ռոզ ջան, ուրիշ տեղ չունես Պահած։ Ունեմ։ Հատ շրջվի։ Այ մի նայ, Սաքո։ Մի հատ էլ շրջվի։ Արա ես էլ ասում եմ գիշերին չականջից տակը տենց խշխշում զնգզնգում։ Սաքո, պարզվում ա իրարից ահագին փող ունենք պահած։ Ինչքան Ռոզ։ Շատ ա Սաքո։ Իսկի բիտքոինը այդքան փող չի բերում, ինչքան մեր քծիպությունն ու քծոցին։ Դու ասա դզվանք էլի։ Տենում ես ինչ լուրջ ներդրումներ են կարի Ռոզ։ Սաքո, ու ես մենակ խանութինն ա, դու պատկերացնում ես սրճարանում, տանը, պատշգամբում, ինչքան փող ունենք պահած։ Ռոզ, բա այսքան փող ինչ ենք անելու։ Արի նորից տուն առնենք էլի։ Նենց եմ հոգնել ես սրճարանում քնելուց հետո այնքան անհարմար այդ պուլպուլակի ջրով լողանալը։ Չէ, Ռոզ ջան, բեր շրջագայենք։ Բեր մեր վաղեմի երազանքը իրականացնենք, գնանք այն երկրները, որոնց մասին մենք երիտասարդ ժամանակ երազում էինք։ Սաքո, ուղղակի հիմա ոչ Չեխոսլովակիան կա, ոչ էլ Յուգոսլավիան։ Այս փողը պետքա խելքով ծախսենք։ Լամբորգինի էլ չեն կարող առնենք։ Չէ։ Գոնե հին թիվ։ Նյետ։ Գազով։ Վայ Սաքո։ Արամ ջան։ Մի րոպե ներկայացեք, ինչ հարցով եք։ Գնդապետ Պարթևյան, տարածքի վաճառքի հետ կապված եմ եկել։ Մուտքն արգելված է։ Օբյեկտը անկայուն էմոցիոնալ վիճակի մեջ է։ Ասա թող ներս գա։ Անցեք։ Մի րոպե, էս ինչ է։ Աղան ասեց, որ Արամը ատմարտինա պաղպաղակաուտում տրամադրությունը բարձրանում է, բերել եմ։ Պետքա ստուգենք։ Ստուգի։ Ինչ ա եղել այս։ Արամ ջան, իմացա, որ տարածքդ վաճառում ես, եկել եմ, որ պայմանավորվենք։ Պայմանավորվելու բան չկա։ Այդ տարածքը ինձ պետք չի։ Ինչքան ուզում ես տուր։ Բայց տենց արդար չի լինի, Արամ ջան, գին ասա։ Արդարությունից ես խոսում այս։ Իսկ ի՞նչն է արդար։ Շուրջ բոլորը օտարամոլություն ա տիրում։ Մեր հայկական անունները թողած, երեխեքին օտարացին անուններ են դնում։ Չնայած դու ինչ մտածելու բան ունես։ Նարեկ անունով տղա ունես, տուն ունես, ոնց է լինի ծառ տնգած կլնես։ Իսկ ես մի խոսքով ինչ գին ուզում ես տուր, տարածքը վերցրու։ Լավ, Արամ ջան, ես գնամ մի հատ շուկայական գները ճշտեմ ու կկապվեմ քո հետ։ Ամեն ինչ նորմալ է, պաղպաղակը մաքուր էր, կարող եք էլի բերել։ Ռոզ, ուզում ես խելացի ծախսենք այս փողերը, հարց չկա։ Արի մի հատ հարուստների համար շաուրմայանոց բացենք։
ամեն մի շահում է դրենք 100,000 դրամ, յուրաքանչյուր պատվերի հետ էլ մի հատ ոսկու զուբաչիստ կտա։ Չէ, Սաքո, ինչ շաուրմա։ Արի մեր երազանքների գործը բացենք։ Ե-բ-բ։ Աղջի էնի չէր ես ասում, է։ Ե-բ-բ-ն ո՞րն է։ Հանգստացի տղա։ Երևանի բամբասանքչիների բյուրո։ Էդ ոնց աշխատում։ Նայս։ Երևանի կենտրոնում մի հատ տարածք ենք վերցնում, օֆիս ենք բացում ու մեր ագենտներին սենց տարածում ենք Երևանի բակերով մեկ, գնում են ինֆորմացիան հավաքում են Սաքո, հետո բերում են մեզ են տալիս ու մենք այդ ինֆորմացիան վաճառում ենք հետաքրքրվող կողմին։ Սաքո, դու պատկերացնում ես ընտրություններից առաջ ինչքան փող կաշխատենք։ Չէ, արի մեր բակի մեջտեղում մեր արձանը դնենք ու թող գիշերները մայր Հայաստանի նման լույս տա։ Ինչի համար։ Աղջի բա ապագա սերունդը չի իմանա այս բակի հերոսներին։ Այդ դու պատկերացնում ես այդ ապագա սերունդը գիշերը մեր արձանի տակ ինչեր է անելու։ Ռոզա, չուզողները հայտնիների կյանքի մի մասն է։ Բարև ձեզ։ Սարգիսը ով է։ Տղա ջան, հələ մեր դեմքին նայ, ըստ քեզ մեզնից Սարգիսը ով կլինի։ Տղա ջան, ուշադրություն մի դարձա դուր։ Այդ ինչ ասակո։ Ռոզ ջան, մոբայլ սենտրից իմ համար Samsung Galaxy S25 Ultra-ին պատվիրի։ Դու չէիր ասում փողերը խելացի պետքա ծախսենք հենա, մի վարքյան։ Շնորհակալություն։ Դու ամուսին չես, Սաքո։ Դու ամառվա շոկին ջրերի անջատում ես։ Կարելի է, պարոն գնդապետ։ Չի կարելի, օբյեկտը իմ վերահսկողության տակ է։ Ժամանակին իմ վերահսկողության տակ էր։ Ինչ ա եղել Կարեն։ Պարոն գնդապետ, ես ու Ալեքսը կարևոր բան ունենք ձեզ ասելու։ Բա Ալեքս դուրա։ Դռան հետևն է, վախենում է ներս գա, երեխու անվան հետ կապված կարող է գլուխը ջարդեք։ Ասա թող ներս գան։ Օբյեկտը հիմա ի վիճակի չի գլուխ ջարդի։ Ես կջարդեմ։ Նարել մի րոպե։ Թող գա տեսնենք ինչ ասում։ Արամ ձեզը, բարև ձեզ։ Էդ ինչա։ Արամ ձեզը ձեր համար յոգուրտ եմ բերել, գիտեմ որ շատ եք սիրում, խմեք ձեր տրամադրությունը կբարձրանա։ Պետքա ստուգել։ Ինչ ա եղել Ալեքս։ Արամ ձեզը տարածքը ուզող կա ու հենց հիմա պատրաստ է առնի։ Եկել եմ պայմանավորվենք։ Չի ստացվի, ես արդեն պայմանավորվել եմ։ Ախր տենց ոնց կլինի, պարոն գնդապետ։ Մենք այդ մարդկանց խոստացել ենք, որ այդ տարածքը իրանց կվաճառեք։ Կարեն, հələ մի հատ իմ անձնական օրենսգրքի 17-րդ հոդվածն ասա։ Ձեր փոխարեն խոստումներ տալ չի թույլատրվում։ Հա, բայց մեր գնորդը ուրիշ մարդ չի։ Կարեն, հələ իմ անձնական օրենսգրքի 24-րդ հոդվածն ասա։ Ծանոթների հետ գործ բռնելը ցանկալի չի։ Բայց ինչքան ուզենք կտա։ Նորից եմ կրկնում, ես արդեն պայմանավորվել եմ։ Պապ, իսկ եթե աճուրդ կազմակերպես, ով ավելի շատ տա իրան տաս։ Լավ բան ասում իմ միակ ու հավատարիմ բարեկամը։ Ես տարածքը վաճառում եմ աճուրդով։ Լավ, թող լինի աճուրդով։ Ամեն ինչ նորմալ է։ Յոգուրտը մաքուր էր, կարող ես էլի բերել։ Hola, Limelo amaba el kino. Ռոսիմա, ինչ որոշեցինք, այս փողերով ինչ ենք անելու։ Բեր մի հատ մեր համար լավ կինո նկարենք։ Չէ, էլի Սաքո, հայկական կինոն առանց մեզ էլ լավ վիճակի մեջ չի։ Ավելի Ռոզ, ինչ ասեցի, դուրը չեկավ։ Ախր մենք հիմա հասկանում ես, այնց իրավիճակում ենք հայտնել, որ հասել ենք մեր կյանքի գլխավոր նպատակին։ Մենք այնքան փող ենք հավաքել, որ ինչ ուզենք կարան կանենք, Ռոզ ջան։ Հիմա որ լսողությունս մի քիչ լարեմ, ես կլսեմ այս փողերը ոնց են մեզ խնդրում, որ մենք իրաց ծախսենք, ծախսեք ինձ, ծախսեք։ Դու չես լսում։ Չէ, Սաքո։ Արի մի հատ սուրճ խմենք, թարմանանք, ու ինչպես կասեր մեր Տոլոն, երբ որ նապաստակի հետևից վազում ես, դանակավորը շատանում է։ Տոլոն։ Աղջի ճիշտ ես ասում, բեր հավաքվենք գնանք այդ եզի մոտ։ Համել արի գնանք տեսնենք այդ ապուշը ինչ ապուշ բիզնես ա դրել, որ տան փողերը լրիվ տանուլ ա տվել։ Լավ։ Սաքո,
Բայց անցյալ անգամվա պես էլի տոլոյին չասես, որ փող ունենք։ Չէ, Ռոժան, հույս ապուշ չեմ։ Ապուշ ես, բա ինչ ես։ Անցյալ անգամ դու տոլոյին առաջարկեցիր, որ բիզնես դնի մեր տան փողերով։ Էդ էլ կա։ Ինչ աջուրդ, Կարեն։ Ինչ աջուրդ, Ալեքս։ Այդ ես եմ քեզ հարցնում, ինչ աջուրդ։ Ես է քեզ եմ հարցնում, աջուրդն ի՞նչ է։ Ես չեմ հավատում, որ քո հետ համաձայնել եմ գործի մեջ մտնեմ։ Եթե կներես, էլի ես ինչ մեղք ունեմ, իմ համար սրճանում նստած էի, հարցրեցի ինչ ես տխրում գայս պատմության մեջ։ Կարեն ջան, դու հասկանում ես, որ եթե Սիրին այդ աջուրդում չհաղթի, ինքը այդ վիդեոները հրապարակելու է ու մենք խայտարակ ենք լինելու։ Բայց կարող է։ Ու հիմա միակ բանը, որ մենք կարող անենք, այդ էնա, որ Սիրին աջուրդում հաղթի։ Ինչ աջուրդ։ Եկավ էլի։ Ինչ աջուրդ։ Այդ ես եմ հարցնում, ինչ աջուրդ։ Մարդը բառն է հարցնում, պատասխանի։ Մի րոպե էլի արդեն խճճվեցի ես։ Սիրի ջան, արամ ձյաձյա։ Դա։ Որոշել է։ Լա։ Տարածքը վաճառի։ Չի։ Ու արդեն գնորդ կա։ Ով է։ Ով հա։ Չգիտեմ, բայց ամեն ինչ այդքան էլ կորած չի։ Չի։ Մենք արամ ձյաձյային համոզել ենք, որ աջուրդը անի։ Անի։ Ինչ եք բերաններդ բացել։ Եթե ես այդ աջուրդում չհաղթեցի, վիդեոները հրապարակելու եմ։ Դե տեսեք ինչ եք անում։ Ախպեր, հիմա այդ աջուրդն ինչ է, որ Սիրին ուզում է հաղթի, խաղա։ Բայց ինչ ասեցի, ախպեր բարից վատ զգացի, կարող ասեմ ընկեր։ Լիլ ջան, լավաշներն էլ դիր։ Էս էլ սենց։ Մամ, այդ նագեցները ինչի համար ես սարքում։ Լիլի, դու չգիտես, որ խաշից հետո միշտ մարդիկ խորոված են ուտում։ Գիտեմ։ Ես էլ հավես չունեի խորոված սարքելու։ Բալես ինչ ա եղել։ Արփի ինչի էլ ռեալիթին չես նկարում։ Կարող է հասկացար, որ իրականությունը ավելի անհետաքրքիր է։ Չէ, ուղղակի վիդեոներից ոչ մեկ չի նայում։ Ինձ թվում է ես իմ հետևորդերին էլ երբեք հետ չեմ բերի։ Հիմա չգիտեմ ինչ եմ անելու։ Ոչինչ, բալես, գուցե բարին էլ դա է, մի ուրիշ զբաղմունք կգտնես։ Ինչ զբաղմունք։ Դե օրինակ դասերովդ կզբաղվես։ Քույրդ ճիշտ է ասում, մեկ-մեկ ազատ ժամանակ պետքա գիրք կարդալ։ Գիրքը գիտես որն է։ Այն թղթից պապկաները, որ մեջը լիքը տառերա գրած ու ամեն էջը թերթելուց գովազ չի բերում։ Չէ, առանց ինտերնետ չեմ կարող։ Արփի, հասկանում ես, որ դու արդեն կախվածություն ունես։ Վայ։ Արամ ջան, էդ ինչ վատ բան ես մտածել։ Ես քեզ թույլ չեմ տա, Արամ։ Ես թույլ չեմ տա, որ դու քեզ գնաս մոստից գցես։ Պապ, խոստանում եմ երեխու անունը կփոխեմ, կդնեմ Լեոնարդո Վաչագան։ Լավ, Վաչագան Լեոնարդո, մենակ թե խնդրում եմ, այդպես բան մի արա։ Ես էլ իմ ռեալիթի անունը կփոխեմ, կդնեմ Keeping Up with the Vachagan։ Նա թողնել։ Ես չեմ պատրաստում ինքնասպան լինել։ Գնում եմ աջուրդ անցկացնեմ։ Այ։ Բա մենք էլ քո համար նա ինչ խաշի սեղան ենք դրել, Արամ ջան։ Հա, այն էլ խորովածը։ Դուք լրիվ կշվել եք։ Էս ամառը ինչ խաշ։ Հիմա ամառը։ Բխեր երեք ասում հունիսա, բայց ամառը չէ խաշում։ Բոլորը լինելու ավալ կինո։ Ոյ։ Սա քո ուր մնացիր, տաքսին մեզ ա սպասում։ Դե թող սպասելի վայ Ռոզ։ Գիտես հեշտ է։ Ես իմ մանկության բակն է։ Ես ամբողջ կյանքս տեղ եմ անցել, Ռոզ։ Իմ ու քո առաջի համբյուրը հենց տեղ ա եղել, Ռոզ հիշում ես։ Մեր առաջին բամբասանքը մենք ստեղ ենք լսել։ Մեր առաջի կլյաուզա մենք ստեղ ենք գնել, Ռոզ։ Հա, հիշում եմ։ Սա քո այս շենքը մեզ շատ բան ա տվել։ Այ տղա, հիշում ես են, որ շենքի լույսերը անջատեցինք, որ բնակիչները գան խանութի մոմերը առնեն։ Ոչ եմ հիշում, այդ հոսանքի լարը, որ կտրեցի անից մի հատ թատալ հոշեց մի շապատ կակազում է։ Սակո, բա հիշում ես, Սակո, այս խանութի տեղը բանկական խաղահրապարակ էր։ Հա ոչ չեմ հիշում, Ռոզ, այսօրվա պես հիշում եմ այդ ճոճանակը ես իմ ձեռով քանդում էի, վրեն եմ մի հատ երեխա խաղում էր։ Ինչ օրեր էին է։ Հա, բայց ես կկարոտեմ, Ռոզ, բոլորին գիտես, Արամին, Ալային, աղջիկներին։ Ես էլ, Սակո ջան։ Բայց դե գիտես ինչ, ինչը ունի սկիզբ, ունի նաև վերջ, այնպես որ շատ մի տխրի, Սակո ջան, դե հիմա կյանք ա։
Այդպես դասավորվեց։ Բոլոլա, լինելու ավավոր կինո։ Արամ ձեզա, բայց քան մարդ որտեղից գիտի այս աճուրդի մասին։ Դե եթե որոշել եք աճուրդ պետքա լինի, թող բոլորը մասնակցեն։ Ես հայտարարություն եմ տվել։ Մենք ով։ Ալեքս, ասում կավա երկրից թռնենք։ Արգելի արևաններ, սկսում ենք աճուրդը։ Վաճառքի է դրվում հողատարածք, որի վրա գտնվում է գործող խանութ եւ սրճարան։ Բայց գործող են դեպքում, եթե ինպեսային գործից հանեք։ Նախնական գինը $10,000, ով կտա ավել։ Արամ, արի $15,000 տան փակենք այս թեման։ 15,000։ Փորձենք, մայիս։ 15,001։ 15,002։ 20,000 եմ տալիս։ Ալեքս, փաստորեն աճուրդը ես, հա։ Հա։ 20,001։ 20,002։ 25,000։ Այս ուրիշ բան, մայիս։ 25,001։ 25,002։ 30,000։ Պարոն, ինչ ես անում։ Կինոներում եմ տեսել, էլի միշտ երազել եմ, ես եմ մասնակցեմ։ Եթե այս տիպը 3 անգամ ասեց, այդ փողը պիտի տաս։ Լուրջ ես ասում։ Հա։ Մեկը տասեք, էլի։ 30,001։ Մի րոպե, էլի, պարոն գնդապետ, էսա մեկը կասի։ 30,002։ Խնդրում եմ, մեկը տասեք, պարոն գնդապետ։ 40,000։ Շնորհակալ եմ, պարոն գնդապետ։ 40,001։ 40,002։ 50,000։ Ժողովուրդ ջան, դուք այս բակը, այս խանութը մեր կյանքի համար շատ մեծ նշանակություն ունի։ Այնպես որ մենք հենց այնպես չենք կարող գնանք։ Մենք վերադարձել ենք։ Այդ երբ են գնացել, որ հիմա էլ վերադարձել է։ 50,001։ Մայիս, մի բան արա։ Սիրի, ես այդքան փող չունեմ։ 50,002։ Սակո Ռոզա, ձեզ այսքան փող որտեղից։ Հավաքել ենք Ալեքս ջան, իդեպ մի մասն էլ քո շնորհիվ։ Ապրես։ Մայիս, հենց հիմա արես տարածքը, ես պահանջում եմ։ Սիրի, ես քո կապրիզների հավեսը չունեմ, ասում եմ չունեմ այդքան փող հավաքած։ 50,000։ 3 եւ տարածքը հասնում է Սակոյին եւ Ռոզային։ Շնորհավորում եմ։ Բոլոլա, լինելու ավավոր կինո։